Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ շարունակում ենք մեր եթերը եւս մեկ կարեւոր ու հետաքրքիր թեմայի մասին զրուցելով մեր հյուրերն արդեն տաղավարում են, բայց ես նախ ներկայացնեմ թեման, այնուհետեւ ներկայացնենք հյուրերին։ Եվ այսպես նոյեմբերի 10-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի եւ բալետի թատրոնում Արևի մարդիկ ժամանակակից բալետային ներկայացումը կլինի, թե ինչ ներկայացում է սա, կիմանանք շատ շուտով։ Մեր տաղավարում են Սամմիթ միջազգային ամառային պարային փառատոնի գեղարվեստական ղեկավար, Պալմանուկյան պարային նախագծի գեղարվեստական ղեկավար Պարուսույց Վալերիա Կասպարովան, ողջույն, բարի լույս, եւ Ռոզենտալ խմբի հիմնադիր, գիտարահար վոկալիստ Արմեն Յեդիգարյանը, ողջույն։ Բարի լույս։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար եւ այս կարևոր նախագծի մասին պատմելու, ինչպես եկավ գաղափարը։ Ես կողմարիկացես սկսեմ, սա շատ հետաքրքիր պատմություն է, որ երկուսից մոտ առանձին հասունացել է ու ինչ-որ պահի հատվել ենք ու գաղափարները միահյուսել ենք ու եկել ենք այս արդյունքին, ուրեմն Ռոզենթալը այս տարի եղավ 10 տարեկան, մենք պատրաստում ենք նոր կոնցեպտուալ ալբոմ հայալեզու, որի երգերից մի քանիսը արդեն ունենք նկարահանած live session ֆորմատով ու այդ վիդեո պատահմամբ հանդիպում է Վալերիային, ինքը տեսնում է համերգը, ոգեշնչվում է երգերից ու իր մոտ կամաց հասունանում է նոր պարային բեմադրություն անելու գաղափարը։ Ու այդ նախաձեռնությամբ ինքը գալիս է մեր ստուդիա, պատմում է դրա մասին ու հենց հասկանում ենք, որ իր գաղափարները լրիվ մեկին մեկ համընկնում են իմ պատկերացրած կոնցեպտի այդ ալբոմի, որոշում ենք անել ժամանակակից պարային բեմադրություն ռոք համերգի հետ, այսինքն սա կարելի ասել ռոք բալետ է, ինչը ինձ թվում է մեր մշակութային պատմության մեջ բացառիկ երևույթ է, էլի։ Ահա, այսինքն ամեն ինչ սկսվեց երաժշտությունից։ Միանշանակ։ Հիմա արդեն հետաքրքիր է, թե ինչ մտքեր ծնվեցին այդ ընթացքում։ Իմ համար որպես բեմադրող ամենակարևորը եղել է այն, որ ներկայացումը լինի սկզբից մինչև վերջ հայկական, թե իր երաժշտությունով, թե իր գաղափարախոսությամբ, թե իր շարժումով, եւ ես փնտրում եի այդ ոգեշնչությունը արդյոք ինչ երաժշտություն կարա լինի, որ իմ պատկերացրածը գա կյանք։ Մի 3 տարի երազում էի, մեկ էլ լսեցի այդ Արմենի ասած live session-ը ու ասեցի իրանք են, վերջ, հետի ճակատագիրն է եւ այսպես սկսեցինք եւ որոշեցինք շատ հետ չգցել այդ ամեն ինչը եւ սկսենք մեր ճանապարհը միանգամից գաստրոլով դեպի Պետերբուրգ, որ մենք դաժե Հայաստանում պրեմիերա չարինք, այլ միանգամից գնացինք մեծ ժամանակակից պարի պարատոն Open Look Պետերբուրգում ու նոր Ալեքսանդրինսկի թատրոնի հարթակի վրա պրեմիերա ունեցանք, որը մեծ ոնց է ուспех հաջողություն, ներողություն մեկ-մեկ կարող է հայերենից թռնեմ եւ այսպես սկիզբը դրվավ, մնացածը ընթացքի մեջ ենք, մենք իրականում 3 նոր եկանք ուրիշ շրջագայությունից, Արխանգելսկից ինչ-որ պրոդյուսերներ ներկա են գտնվել այդ ամառային պրեմիերային Պետերբուրգում ու հրավիրել էին իրենց մոտ, իրենց դրամատիկ թատրոն, գնացինք այնտեղ էլ մի անգամ խաղացինք, վերադարձանք Պետերբուրգ մի նորաբաց ժամանակակից արվեստի կենտրոնում խաղացինք երկրորդ անգամ արդեն այնտեղ ու վերջապես այս ներկայացումը կգա իր տուն ու նոյեմբերի 10-ին օպերայում կցուցադրենք արդեն Հայ լսարանին։ Ինչ սպասի հանդիսատես այս ռոք օպերայից, որը ռոք բալետից, որը տեսնելու է օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։ Նախ ամենակարևորը, որ երաժշտությունը ու պարը առանձին չեն, այլ նույն շնչով են եւ այդ ամեն ինչը շատ ժամանակակից է, բայց նույն ձև հիմնված է ինչ-որ մի ավելի հին հայկական տրադիցիաների վրա Եվ ես չեմ կարող ասեմ, որ պետք է ինչ-որ մի բան սպասվի կոնկրետ, այլ պետք է գան եւ վերապրեն այդ ամեն ինչը, որովհետեւ ներկայացման մեջ կա շատ կոնկրետ ճանապարհ, այսի ավելի լավ Արմենը կպատմի, որպես գաղափարախոսություն, եւ դա կարծում եմ ամեն մի հային պետք է տեսնել, որպես մենք վերամտածենք մեր հիմիկվա կյանքը ու գնանք դեպի մեր ապագան, դա հիմնական մեր կոչն է։ Կարծում եմ այնքան բազմերանգ է ստացվել պրոյեկտը, որ ամեն մարդ ինչ-որ մի բան կարող է իր համար գտնել, մեր նպատակն է, որ
կարողանանք հնարավորինս շատ սրդերի հասնել, քանի որ այս ամբողջ ներկայացումը ուղիղ զրույց է հանդիսատեսի հետ, գաղափարախոսությամբ պատմվում է ճանապարհի մասին, ինչպես Վանեն ասեց, դա հոգու ճանապարհն է, զարգացման ճանապարհն է, որը բոլորս անցնում ենք։ Ու ինձ թվում է ամեն մարդ ինչ որ մի կետում գտնվում է զարգացման ճանապարհի վրա ու դա այն ճանապարհն է, որը մենք ուզում ենք կիսել մեր հայրենագիտների հետ, գնալով մենակ առաջ, ավելի ուժեղանալով, վերադառնալով մեր ավանդույթներին, սնվելով մեր ակունքներից, իրար միանալու եւ իրար հետ զարգանալու առաջ գնալու համար։ Կարծում ինձ եւ կարծում նաեւ հեռուստադիտողներին հետաքրքիր է ինչու հենց արևի մարդիկ։ Ինչու հենց այդ անվանումը։ Արև մարդիկ երկ կա ալբոմի մեջ, ու ինձ թվում է ինքը նշանակակետ եղել Վանեի համայնքի հիմնվել է այդ երգի վրա ընդհանուր բեմադրությունը անելու համար, իսկ երգի մեջ առաջին երգներ, որ ես լսեցի, առաջիններ։ Դե իմ խորին համոզմամբ արևն է մեր սկիզբը, մեր կյանքի սկիզբը, կենսական էներգիայի աղբյուրը, ու եթե մենք մեր ազգի անցած ճանապարհը հետ պատտենք, կտեսնենք, որ հազարամյակներ առաջվանից արևը մեզ համար կրել է կյանքի լույսի այդ սիմվոլը, ինչու մենք փորձում ենք որպես հույսի ճանապարհ ոնց որ վերցնել կենտրոն, էլի, շատ կենտրոնական։ Այնտեղ սիմվոլիկ տեսանկյունից Վահագնի ծնունդի մասին կպատմվի փոքրիկ կուպլետով, կա նաև այդ զուգահեռը, այդպես։ Արևն անդադար լինելու է ամբողջ ընթացքում եւ ուղեկցելու է այդ մարդկանց։ Պատմենք նաև ստեղծագործական խմբի մասին, որովհետեւ այո գաղափարը ձերն էր, ձեր երկուսի գաղափարները միացան եւ մի մեծ նախագիծ պետք է սկիզբ դրվեր, ինչպես ընթացան փորձերն արդեն։ Քանի հոգի է բեմում ապարում, նվագում խմբից։ Ես երևի մի քիչ երկար կպատմեմ, ի սկզբանե ես ոնց որ հենց Հայաստանից չեմ, որ երևաց երևի իմ խոսալու ձևից, ես ծնվել եմ, մեծացել եմ Պետերբուրգում եւ 18 տարեկան լինելով որոշեցի, որ ես պետք է տեղափոխվեմ իմ պատմական sense ասենք հայրենիք եւ ես ինչով կարամ օգտակար լինեմ իմ հայրենիքին, հասկացա, որ ես որպես մասնագետ ամեն ինչ կանեմ, որ իմ ոլորտում այդ ամեն ինչը զարգանա ու արդեն իսկ 5 տարի վիզ դրած աշխատում ենք, որ ժամանակակից պարարվեստը Հայաստանում ունենա լրիվ ուրիշ արդյունք եւ իմ նպատակը հենց այդ հայկական ժամանակակից պարներ Եվ այսպես արդեն 5 տարի գոյություն ունի Balmanokyan Dance Project, որտեղ մենք ոչ թե մենակ ներկայացումներ ենք տալիս, այլ ընթացքում ես դասավանդում եմ, զարգացնում եմ պարողների մակարդակը, որ իրանք լինեն իրոք ժամանակակից պարի մասնագետներ, որը շատ կարևոր է, եւ մեր խումբը այս պահին 5 հոգի է, այսինքն բեմում կլինի 5 հոգի կատարող պարող եւ 3 հոգի մեր սիրելի Ռոզենտալը, եւ ժամանակակից պարը հայկական դարձնել շատ հետաքրքիր փորձներ եւ մենք հիմնականում աշխատում ենք ձայնագրությունների տակ շատ հետաքրքիր էր մեր առաջին հանդիպումը բոլորիս որ մենք գնացինք Tone Lab եւ այդտեղ առաջին անգամ փորձեցինք իրար հետ այդ ամեն ինչը անենք դա շատ ուժեղ ոգեշնչություններ երկու կողմի համար մենք երկուսս էլ չենք սպասում որ այսքան ուժեղ կլինի եւ սինխրոնացումը արագ եղավ հա բայց մի քիչ խնդալու էր որովհետեւ պարողները մեկ-մեկ պարում են մեկ էլ ցույց են տալիս որ փշակաղվել են որ փշակաղվել եմ չեմ կարում պարեմ նույնն էլ ժողովուրդը sense նայելով թե մենք ոնց ենք վերապրում իրանց երաժշտությունը իրանք էլ ավելի են ոգեշնչվում եւ դա շատ ուժեղ սկիզբներ, դրանից հետո փորձում ենք հնարավորինս անենք այդ միասնական փորձերը, բայց ոնց ասեց Արմենը, քանի որ մեր գաղափարախոսությունները ոնց որ առանձին ցնվան եւ իրար հետ կպան, մենք արդեն կոպիտ ասած պատրաստի եկել ենք ու շարունակել ենք մեր գործը միասին։
Մեզ մնում է թերևս եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, շնորհավորել ձեզ այս կարևոր նախագիծն իրականություն դարձնելու առիթով մեր հեռուստադիտողներին էլ պիտի հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Ալեքսանդր Սպենդերյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կարող եք դիտել այս նոր արարական, ինչպես դուք եք նշում, բալետային ներկայացումը։ Ես շատ կուզեի իմ կողմից ավելացնել, որ մենք բոլորս ամբողջ կազմը շատ շնորհակալ ենք հենց օպերա եւ բալետի թատրոնին, ովքեր այս աստիճանի աջակցել են, որ մենք կարողացանք այս մակարդակով պրեմիերա ունենանք մեր հայրենիքում, որը մեզ համար շատ կարևոր է եւ շատ շնորհակալ ենք։ Եվ հուսանք, որ այս առաջնախաղից հետո էլ հայրենիքում, ինչպես նշում եք, կրկին կշարունակեք ճամփորդությունները, որովհետև Հայաստանի սահմաններից դուրս եւս շատ հայրենակիցներ ունենք, որոնք սպասում են արևի մարդկանց։ Շնորհակալություն առավոտը մեզ հետ սկսելու համար։ Ձեզ շնորհակալություն հրավերի համար, սիրով ձեզ ենք հրավիրում, եթե ժամանակ գտնեք, դուք եկեք կիսենք ձեր հետ ներկայացնել։ Շնորհակալ ենք, սիրելի հեռուստադիտողներ, մենք էլ շարժվենք առաջ, լսենք երաժշտություն ու վերադառնանք։